խնդրեմ։ Պարոն Մանուկյան, հաշվի առնելով ձեր նախաբանում ասվածը, ուզում եմ հարցնել, արդյոք ձեր խմբակցությունը հունվարի 27-ին կայցելի եռաբլուր թե ոչ, եւ եւս մեկ հարց կապված եպիսկոպոսատ ժողովի հետ, որն անցկացվելու է Ավստրիայում, եւ ինչու Ավստրիայում ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, արդյոք կա մտավախություն, եթե կաթողիկոսի եղբայրը գա Հայաստան եւ մասնակցի այդ ժողովին, հնարավոր է նրա նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեն, հաշվի առնելով, որ իշխանությունները պնդում են նա գործակալ է, շնորհակալ եմ։ Հերթով գամ, հունվարի 27, նախ գիտեք, այդ մեղադրանքը իշխանական, տմարդի էր հատկապես դաշնակցական պատգամավորների համար, որովհետև մեր շատերի համար տարին սկսում է օրինակ հունվարի 2-ին Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է եռաբլուր այցելելու, հունվարի 27 ենք ասում, բայց հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են եռաբլուրում, այցելելու 92 թվականի հունվարի 26-ի Քարինտակի հերոսական պաշտպանության ժամանակ նահատակված Նորիկի, Կարոյի, մյուսների շիրիմներին։ Ու այդպես շարունակ։ Այսինքն այդպես չի, որ մեկ օր է գալչկա դնելու համար այցելում ես եռաբլուր եւ վերջ։ Ի վերջո սեպտեմբեր 19-ին Գիտեք, եռաբլուրն մեղել եմ դեռ երիտասարդ առաջին ուղարկավորությունը եռաբլուրն մեղել է 90 թվականի մայիս։ Բայց այսքան տարվա մեջ ավելի ահավոր զգացում, քան 24 թվականի սեպտեմբերի 19-ն էր, այն ինչ որ կատարվում էր եռաբլուրում։ Երբ որ հարյուրավորներն այցելել էին 1 տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի Հայաստանի եւ Հայաստանի զինված ուժերի կողմից դավաճանված պաշտպանության բանակի նահատակության 1 տարվան ուղղակի ահավոր էր դա։ Ինչ վերաբերում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը այլ երկրում անցկացնելու։ Իդեպ սա նորություն չի, առաջին անգամ չի։ Փաստեր կան։ Նույն Շատ վաղ է տեղի ունեցել։ Չէ, ասեմ ձեզ ինչի։ Կահիրեում։ Ասեմ ձեզ ինչի։ Որովհետև շատ վաղ որ ասում ենք տեղի ունեցել, որտեղ անցնող տասնամյակներին որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքը կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ։ Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ քահանայի ժողովը որի նախագահողը Միքայել arczepiskopos Աճապահյանն էր, վաղուց հայտարարված, որ տեղի է ունենալու Մայրաթոռում, եւ հենց այդ օրը հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող է ԱԱԾ-ականները գան Միքայել arczepiskoposին բերման ենթարկելու համար, որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր ոստիկանների, բարձրաստիճան ոստիկանների, երեկ էլ ներքին գործերի նախարարին անունով եմ ասում, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եպիսկոպոսների տեղաշարժ կարող է լինել, որևէ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, սահմանադրություն խախտելով, օրենք խախտելով, բարոյական բոլոր նորմերը խախտելով որոշում կայացնի, վարչական որոշում կայացնի ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինման դեմ։ Եվ բնականաբար հոգևոր Գերագույն խորհրդի այդ նիստը ցանկացած մակարդակով եպիսկոպոսատ ժողով, ազգային հոգևոր ժողով կարող է տեղի ունենալ այլ վայրում։ Իդեպ մի բան նորից քաղաքացիական պայմանագրի բրիֆինգին իպացխան։ Վեհարանը այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Վեհարանն այնտեղ է, որտեղ վեհապարն է։ Աստված մի արասե, սրանց խելագարության աստիճանը այնպիսին է, որ չես կարող բացառել։ Վեհապարը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է վեհարանը։ Ինչ վերաբերում է Եզրափ Սրբազանին, սիրելի գործընկերներ, ես առիթ ունեցել եմ շատ հանգամանալից, թղթով, գրիչով, փաստաթղթերով ներկայացնել, որ այսօր փալաց են սարքել ազգային անվտանգության ծառայությունը, կեղծիք են թույլ տվել ամենախայտառակ ձևի,
կեղծ փաստաթուղթ են հրապարակել Civic-ում հրապարակել։ ԱԱՑ-ին հարցում եմ անում, ասում ԱԱՑ, այն նամակը, որ Civic-ում ուղարկել ես, մի օրինակը տուր ինձ։ Ասում չեմ կարա, դիմեք Civic-ին։ Ասում ԱԱՑ, դու որ ասում ես գաղտնազերծվել են գործակալներ, դու հրապարակում ես իբր մեկը, մնացած գաղտնազերծված գործակալների այդ բլանքները տրամադրի ինձ, տակը գրում եմ, ես տիրապետում եմ գաղտնիության թույլտվությանը, տակը գրում եմ իմ հարցերին պատասխանի կետարկետ, ասում եմ, մի հոգուն ես հրապարակել, մյուս գաղտնազերծվածները, գաղտնիները չեմ ասում, տուր ինձ, որպես ազգային ժողովի պատգամավոր, գիտեք ինչա պատասխանել ԱԱՑ-ն, հղումա տալիս տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ կետի վրա, այդ օրենքից դուք շատ եք օգտվում գործընկերներ, որով ասում է, թե ինչ տեղեկություն կարելի է տալ, ինչ տեղեկություն կարելի է չտալ։ Այս վիճակի են բերել ազգային անվտանգության ծառայությունը։ Այսօր աշխատանքային քննարկում ունենք ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ մեր հանձնաժողովում օրենքի նախագիծ են բերել, բայց մեկ էլ ասում ես գնաս, որ ինչ։ Մեկը մի հատ զանգով, մի հատ հանձնարարությամբ կարող է ամենախայտառակ կեղծիքը թույլ տա ԱԱՑ-ը։ Վերջին հարցը Civic։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, հրավիրում եմ ձեզ բրիֆինգից հետո մեր խմբագրություն սուրճ կխմենք, համ էլ ձեր հայցած ԱԱՑ-ից հայցած, բայց չստացած հարց